Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված տղաներին տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն, մեղադրանք առաջադրելու համար, մեծ հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նշեմ, որ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երկվորյակ եղբայրներից մեկի Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Մյուս եղբայրը Միքայել Մինասյանը մեղադրվում է խուլիգանությանն աջակցելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու համար։ Իսկ միջադեպի 3-րդ մասնակցի Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանությունը կազմակերպելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ավելի վաղ մեզ հայտնել էր, որ 3 երեկոյան իրավապահները խուզարկել են ձերբակալված 18-ամյա եղբայրների բնակարանը։ Փաստաբանի խոսքով ոչինչ չեն հայտնաբերել։ Միջադեպին անդրադարձել է նաև մայր Աթոր Սուրբ Էջմիածինը, նշելով, որ խորցավ է ապրում Ծաղկազարդի օրը տեղի ունեցածի համար, ինչը խաթարել է եկեղեցական մթնոլորտը սրբավայրում։ Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանության հակաեկեղեցական արշավի եւ հակաօրինական ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները եւ տեղիք տալիս նման ընդվզումների։ Ուստի հայոց եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ եւ վերանայել եկեղեցու, եկեղեցականների եւ ազգային հոգեվոր արժեքների հանդեպ իշխանության որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին, հանգեցնելով նման ցավալի երևույթների։ Իսկ կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների հոգեվոր հովիվ Տեր Զենոն Քահանա Բարսեղյանն ընդգծել է, որ եկեղեցում բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է։ Նա հավատացյալներից ներողություն է խնդրել եւ հորդորել քաղաքական վեճերը եկեղեցի չտեղափոխել։ Եկեղեցին նախ եւ առաջ եւ հաստատապես անկախ քաղաքական հայացքներից Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը միավորվում են սիրո, կարեկցանքի եւ աղոթքի շուրջ։ Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով եկեղեցի ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին։ Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ Աղոթում ենք, որ ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ չարչարանած ճանապարհով եւ մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ հարությունը։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցել են մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանի գրասենյակը հայտնում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք, սակայն այդ իրավունքի իրականացումը չպետք է ուղեկցվի բռնությամբ, բռնության կոչերով կամ ատելության խոսքով, նույնիսկ եթե խոսքը վերաբերվում է պաշտոնատար անձանց։ Ինչ է իրականում տեղի ունեցել եկեղեցում, ինչպես է սկսվել միջադեպը եւ ովքեր են արդեն 3 օր ձերբակալված, պատմում է Անի Աբաղյանը։ Ավագ դպրոցի աշակերտներ Միքայել եւ Դավիթ Մինասյանները կիրակնորյա պատարագի էին գնացել։ Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից դառնալու ակնկալիքով էին Սուրբ Աննա եկեղեցում, մինչդեռ հայտնվեցին քաշքշուկի մեջ։ Այնպիսի քաշքշուկ, որի կենտրոնում վարչապետ Փաշինյանն էր։ Ականատեսներից մեկը, որ չցանկացավ հրապարակել անունը, մեծ հետ զրույցում պատմեց. եկեղեցին բազմամարդ էր եւ տեղաշարժվելու խնդիր կար։ Պատարագից ուշացած եկան Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնյաներ։ Հավատացյալներին աջ ու ձախ հրելով հասան խորանի դիմաց։ Կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։
Պատարագի ընթացքում հնչեց վեհափառի անունը, հաջորդեց ավետարանից ընթերցումը, որի ժամանակ էլ Փաշինյանը որոշեց դուրս գալ Լեփլեցուն եկեղեցուց։ Թիկնապահներն էլ սկսեցին ճանապարհ բացել հավատացյալներին աջ ու ձախ հրելու եղանակով։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ըստ փաստաբանի ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Ծաղկազարդի կիրակին միայն դրանով չէր յուրահատուկ իրենց համար։ Նրանք եկեղեցուց ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեցին։ Քննչական կոմիտեից ABC մեդիային հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հրաժարվել են ցուցմունք տալուց, սակայն ամեն դեպքում պաշտպանական կողմը հայտարարում է եւ երեխաներն են հայտարարություն արել, որ որևէ առնչություն այն կասկածանքի հետ, այսինքն որևէ հանցակազմ պարունակող գործողություն իրենց կողմից չի կատարվել։ Ավագ դպրոցի աշակերտներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, նշում է փաստաբանը։ Մարտիրոսյանի խոսքով Դավիթը սրտի եւ գլխի խնդիր ունի։ Միքայելի առողջական խնդիրների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։ Այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ։ Ու այս պահին այս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Եղբայրներից Դավիթը ծնոտի հատվածում ցավեր ուներ, հարվածել են, դատաբժշկական փորձաքննության էին տարել այսօր։ Ծնողները հոգեբանական ծանր վիճակում են։ Աշակերտ որդիներն առանց վերահսկողության եւ բուժման ՁՊՎ-ում չեն կարող պահվել։ Ծնողների մտահոգությունն ու վիճակը փաստաբաններ ներկայացնում։ Յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան գիտեք բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Ձերբակալված եղբայրները Երևանի Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են։ Փաստաբանները բնութագրերն էին պահանջել աշակերտների մասին։ Միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաև ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն։ Սեղանին ավագ դպրոցի աշակերտների գովասանագրերն ու պատվոգրերն են դրել։ Եկեղեցու բակից ձերբակալված աշակերտներին կապում են քաղաքական տարբեր կուսակցությունների հետ։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, նրանք եւ ընտանիքի անդամները երբեք որևէ կուսակցության անդամ չեն եղել։ Աշակերտներին այսօր այցելել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունում գրասենյակից նշում են, արդյունքները կամփոփվեն եւ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Նկատենք, աշակերտների առողջական վիճակի մասին որևէ անդրադարձ չկար պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Դեպքից հետո բերման ենթարկված Դավիթ եւ Միքայել Մինասյանների դասընկերները հաջակցություն նրանց բողոքի ակցիա են իրականացրել ներքին գործերի նախարարության դիմաց։ Թե ինչ են պատմում եղբայրների մասին, լսենք։ Ես իրենց դասարանցին եմ, 9 տարի սովորել ենք առաջին դասարանից իրար հետ եւ ես կարող եմ հավաստիացնել, որ առաջի դասարանից երևի թե բոլորի մտքերին առաջինը եկել է իրենց անունը, երբ մենք լսել ենք լավագույն եւ օրինակելի աշակերտներ արտահայտությունը, բազմակողմանի զարգացած չափից դուրս հետաքրքիր մարդիկ շփման մեջ եւ հենց մոտիկ շատ լինելով միմյանց հետ ես կարող եմ ասել, որ ընդհանրապես բոլոր իրավիճակներում եւ միշտ իրենց պահել են չափից դուրս ավելի զուսպ եւ հավասարակշռված եւ ընդհանրապես քաղաքականությունից միշտ եղել են շատ հեռու, ոչ մի բանի մեջ չեն խառնվել եւ տվյալ իրավիճակում ես կարող եմ ասել, որ մարդիկ լինելով հավատացյալ եւ շատ ուժեղ եկել են ուղղակի պատարագի պարզապես աղոթեն։ Իսկ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է շաբաթներ առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքին եւ նշել, որ Արմինե Մոսյանի որդին այդ միջադեպից հետո հաղթել է շախմատի մրցաշարում եւ այժմ պայքարում է միջազգային մրցումներին մասնակցելու համար։
Հիշեցնեմ, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը վիճաբանել է արցախցի կնոջ Արմինե Մոսյանի հետ, որը երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել է այն փաստը, որ կինը հրաժարվել է վերցնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզ կրծքանշանը։ Նա արցախցիներին փախածներ է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Արցախը հանձնելու համար։ Ովքեր փախան 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրերին, ով է իրականում դավաճանել։ Հարցերի պատասխանը փաստաթղթերով ներկայացրել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, քաղաքական իշխանությունը փորձում էր ուրատնալ, մոռացության տալ այդ բոլոր հերոսներին։ Այս օրերին աղմուկ հանած փաշինյանական մի հայտարարության կարևոր դրվագն է, թե մի օր փորձելու են գաղտնազերծել ու կտեսնի Հայաստանի ժողովուրդը, որ փախել է։ Սուտ է ասում եւ կանխատեսել է նման մեղադրանք։ 2024 թվական փետրվար 18 Սուրեն Պապիկյանին հարցրել է գրավոր, թե արդյոք ուսումնասիրվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումների գործունեության փոխգործակցության մարտական խնդիրների կատարման արդյունաբերության վերաբերյալ նույնպես ուսումնասիրություն եղել է եւ խնդրել են պարտքերը տալ։ Ինձ պատասխանել են հաշվի առնելով տեղանություն, հաշվի առնելով որ փաստաթղթերը մնացել են այնտեղ, որևէ քննություն ուսումնասիրություն չի եղել։ Հետևաբար սուտ է ասում Նիկոլ Փաշինյանը ու կերտ հերթական մեղադրանք մանիպուլյացիան է, թե մի օր որ բացահայտեն, մի օր որ գաղտնազերծեն այդ փաստաթղթերը, պարզ կդառնա, որ Արցախի պաշտպանության բանակը չի կռվել։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունում անակնկալ չեղավ։ Վարչապետի թեկնածու է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհակալություն է հայտնել թիմակիցներին վստահության համար, իսկ ավելի ուշ ուղիղ եթերում խոսել է նաև երկրի անվտանգության եւ մոտալուտ պատերազմի հավանականության մասին։ Մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Չենք ունեցել խաղաղություն, ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Եվ կարևոր է արձանագրել նաև, թե այնուամենայնիվ ինչպես եւ ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը, որովհետեւ դա էլ ըստ էության գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությունով, ինքնիշխանությունով, պետականությունով, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ եւ տնտեսական զարգացմամբ։ Մենք առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ ունենք խաղաղություն։ Մենք ունենք խաղաղություն։ Ընդ որում առաջին անգամ ունենք խաղաղություն։ Նախորդ շրջանում երբեք մենք չենք ունեցել խաղաղություն։ Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը հերթական հակահայ նախաձեռնությունն է առաջ քաշում։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարել է, թե միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է դիրքորոշում հայտնեն այսպես կոչված հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանության վերաբերյալ։ Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ եւ 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն։ Իսրայելի խորհրդարանը ընդունել է օրենք, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել պաղեստինցիներին, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանության համար։ Օրենքի ընդունումից հետո Իսրայելի ազգային անվտանգության նախարարը եւ մի շարք պատգամավորներ հրապարակայինորեն ողջունել են որոշումը, այն որակելով կարևոր քայլ անվտանգության ապահովման ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր երկրների նավերի համար, սակայն ոչ այն պետությունների, որոնք Իրանը համարում է թշնամի։ Նրա խոսքով մյուս երկրների նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դա նախապես համաձայնեցնեն Իրանի հետ։ Իսկ Վաշինգտոնը փորձում է արագացնել բանակցությունները Թեհրանի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի մինչև ապրիլի 6-ը հասնել Իրանի հետ նոր գործարքի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների շուրջ որոշ երկրների դիրքորոշման ֆոնին անհրաժեշտ է վերանայել Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ եթե Իրանում իշխանության գա ապագայի ավելի ողջամիտ տեսլական ունեցող առաջնորդներ, դա լավ լուր կլինի ամբողջ աշխարհի համար։ Ինչ է կատարվում ԱՄՆ-Իսրայել-Իրան ճակատում ռեպորտաժում։ Մերձավոր Արևելքում ընթացող Միացյալ Նահանգներ-Իրան պատերազմն ավելի խորքային է, քան լուսաբանվում ու խոսվում է լրատվամիջոցների առաջին էջերում։ Առաջին հայացքից խոսվում է միջուկային ծրագրի եւ ռազմական լարվածության մասին, սակայն իրականում պատահածը շատ ավելի լայն ու բազմաշերտ խնդիր է։ Այս պատերազմի հիմքում կանգնած են ռազմավարական, քաղաքական ու աշխարհաքաղաքական շահեր, որոնք պատմական խորություն ունեն։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն ընդգծում է, պատերազմը ղեկավարում են երկու հիմնական խաղացողները՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, որոնք չնայած համակարգ են գործում, բայց ունեն տարբեր ռազմավարական նպատակներ։ Միացյալ Նահանգների պարագայում ըստ էության հիմնական նպատակը Իրանում վարչակարգի փոփոխություններ եւ ասեմ այսպես խամաճիկ վարչակարգի նշանակումը կամ մեկ այլ սցենար այնպիսին ինչպիսին Վենեսուելայում տեղի ունեցավ, ապա Իսրայելի նպատակը չեմ կարծում թե միայն իշխանափոխությունն է Իրանի ներսում։ Ոսկանյանի խոսքով իսրայելական կողմը ձգտում է Իրանը մատնել ներքին անկայունության հնարավորության դեպքում ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ այս երկիրը կտրոհվի եւ ի վերջո կդադարի որևէ առումով աշխարհաքաղաքական մրցակից կամ հակառակորդ լինել։ Հետևաբար կողմերի վերջնական նպատակները բավականին տարբեր են։ Միացյալ Նահանգներում կան նպատակների որոշակի շփոթ եւ դա գալիս է ինչպես ասում են հողի վրա եղած իրավիճակից, որովհետև եթե սկզբնապես հայտարարվում էր 3 կամ 4 հիմնական նպատակ, դա այն է, որ Իրանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, Իրանը չպետք է ունենա միջուկային ծրագիր, Իրանը պետք է նկատելիորեն կրճատի կամ ամբողջապես վերացնի իր հրթիռային ծրագիրը եւ Իրանը պետք է դադարի աջակցել տարածաշրջանի իրանամետ ուժերին, ապա հիմա թվում է թե հիմնական խնդիր է դարձել Միացյալ Նահանգների համար Հորմուզի նեղուցի բացումը, այսինքն իրանցիները փոխել են ըստ էության պատերազմի ընթացքը եւ հարձակողական պաշտպանությամբ հակելով եւ կառավարելով Հորմուզի նեղուցը ըստ էության խնդիրը տարել այլ ուղղությամբ։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով առաջին հայացքից թվում է, որ խնդիրն Իրանի միջուկային ծրագիրն է կամ Իրան-Իսրայել հարաբերությունները, սակայն իրականում սա գերտերությունների պայքար է հեգեմոնիայի համար։ Եվ եթե մենք գնում ենք դեպի տեսություններ, նաև տեսնում ենք, որ թեպետ առաջին հայացքից կա տպավորություն, որ ինչ որ կրոնական կամ քաղաքակրթական ենթատեքստ կա, սակայն այս տպավորությունը արագ կարելի է, այսպես ասենք, չեզոքացնել, եթե տեսնենք օրինակ Թուրքիայի դիրքորոշումը հակամարտության մեջ, որ ունի սիտուատիվ շահեր Իրանի հետ, օրինակ այլ արաբական երկրների կամ խմբավորումների շահեր։ Պողոսյանը բացատրում է, որ մեծ ուժերը Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այստեղ իրենց դիրքերը կարգավորելու համար են, նրանց գործիքներն ու ռազմավարությունը տարբեր են, բայց նպատակն ընդհանուր է՝ վերահսկել ուժային բալանսը Մերձավոր Արևելքում։ Այստեղ Չինաստան, Միացյալ Նահանգներ, ապագա հակամարտությունն է, ես կարծում եմ առանցքը, որին Միացյալ Նահանգները բավական այսպես ակտիվորեն պատրաստվում է։ Իսկ այդ հակամարտությունը այս պահին մենք տեսնում ենք տնտեսական տարբեր գործիքների միջոցով, սանկցիոն քաղաքականության միջոցով Միացյալ Նահանգների, դաշնակիցների վերաձևման միջոցով, ուժային բալանսի փոփոխման կամ փոփոխման նպատակի միջոցով, ինչը խոսում է ոչ թե զուտ քաղաքակրթական խնդիրների կամ կրոնական խնդիրների մասին, այլ խոսում է մեծ հեգեմոնների միջև հնարավոր առճակատման մասին։ Փորձագետները նկատում են, որ պատերազմը տեղափոխվել է Հորմուզի նեղուցը վերահսկելու եւ տնտեսական գործիքներ ու պատժամիջոցներ գործածելու ուղղությամբ։ Իրանը օգտագործում է շիա համայնքների ազդեցությունը մերձավոր արևելյան դիրքերը ամրապնդելու համար,
իսկ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները փորձում են փոխել ուժային հավասարակշռությունը, ապագայում սեփական շահերին առավել հարիր վիճակ ստեղծելու համար։ Այդուամենայնիվ փորձագետները համոզված են, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միավորվելն Իրանին ծնկի բերելու համար դժվար է եւ ռազմավարական նպատակներին հասնելը ներկա փուլում գրեթե անհնար է։ Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը քննարկվել է նաև Մոսկվայում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեսակապով զրուցել է Պարսիստոցի երկրների արտգործնախարարների հետ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում աճող լարվածությունը։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է տարածաշրջանի երկրներին եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք տառապանք են պատճառում խաղաղ բնակչությանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։